Հունվարի 14-ը Վրաստանի պետական դրոշի օրն է։ Ամսաթիվը նշելու համար Սակրեբուլոյի շենքից ցուցադրվել են Վրաստանի դրոշները։ Նախաձեռնությունը պատկանում է անվանումների և խորհրդանշերի հանձնաժողովին։ Հենգխաչյա դրոշը վերականգնվել է 2004 թվականի հունվարի 14-ին։ Ազգային դրոշի օրը վերականգնվել է 2012 թվականից։ Պետական դրոշին որպես հարգանքի նշան պաշտպանության ուժերի զինծառայողները պետական օրհներգի ֆոնին հանդիսավոր կերպով բարձրացրել են Վրաստանի դրոշները։ Արարողությունը տեղի է ունեցել երկրի պաշտպանության նախարարության տարածքում և պաշտպանության ուժերի ռազմական բազաներում։ Դրոշի օրը սահմանում է Վրաստանի օրգանական օրենքը։ Պետական դրոշի օրվա կապակցությամբ դրոշի բարձրացման արարողությունը տեղի է ունեցել ներքին գործերի նախարարության տարբեր ստորաբաժանումներում։ Արարողությանը մասնակցել են գերատեսչության աշխատակիցները։ Սննդամթերքի գների բարձրացման և գների կարգավորման վերաբերյալ վարչապետի նախաձեռնությունը կրկին քաղաքական գնահատման թեմա է։ Երեկ վարչապետը կրկին հայտարարել է, որ խնդիրը լուծելու համար ամսվա ընթացքում պլանավորում են հանդիպումներ տարբեր հատվածների և բիզնեսի ներկայացուցիչների հետ։ Արդեն կառավարական հանձնաժողով էլ է ստեղծվել։ Իր հերթին գարնանային նստաշրջանի բացման առաջին օրերին խորհրդարանում նույնպես նախատեսվում է ժամանակավոր հետաքննիչ հանձնաժողովի ստեղծում։ Ընդդիմության մի մասը վարչապետի նախաձեռնությանը նայում է կասկածամտորեն, սակայն օրինակ Գեորգի Գախարյայի կուսակցությունում հայտարարում են, որ գների կարգավորման նպատակով կաշխատեն ամենուր։ Մոտ ապագայում հացի գինը չի ավելանա։ Երկրում կան բավարար ցորենի և ալյուրի պաշարներ։ Այս թեմայի շուրջ զրուցել են Վրաստանի ցորենի և ալյուրի արտադրողների ասոցիացիայում և հաց արտադրողների միությունում։ Նշվել է, որ պաշարների առումով իրավիճակը նորմալ է, մեծամասամբ ներմուծված ապրանքներ են և կան նաև պաշարներ, որոնց տիրապետում են տեղական ֆերմերները։ Ձմեռային բարձր լեռնային հանգստավայրերում սննդամթերքի վաճառքի օբյեկտները ստուգում են սննդամթերքի ազգային գործակալության տեսուչները։ Պետական վերահսկողությունը իրականացվում է ինչպես ցանցային մարկետներում, այնպես էլ փոքր առևտրային օբյեկտներում։ Ստուգվում է՝ պահպանվել են արդյոք սննդամթերքի վաճառքի և տեղադրման պայմանները, ժամկետները, ջերմային ռեժիմը, սպառողներին սննդամթերքի մասին տեղեկություն տրամադրելու կարգը, որը ներառում է ապրանքի անունը, բաղադրությունը, այդ թվում ալերգենները և օգտագործման պայմանները նշելը էթիկետում։ Բացի այդ, պիտակի վրա պետք է նշված լինեն սննդամթերքի արտադրող բաշխիչ օպերատորները, հասցեն, ապրանքի ծագման երկիրը, սննդային արժեքի մասին տեղեկությունը, արտադրության ամսաթիվը և խմբաքանակի համարը։ Սննդամթերքի ազգային գործակալությունը սննդամթերքի վաճառքի բոլոր օբյեկտները ստուգում է երկրի ողջ տարածքում ամբողջ տարվա ընթացքում։ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հայտարարությունը և Շալվա Պապուաշվիլիի արձագանքը գնահատականների թեմա է Թբիլիսիում։ Իշխող թիմը կիսում է Շալվա Պապուաշվիլիի դիրքորոշումը և հայտարարում, որ Մոլդովան չի համապատասխանում Եվրամիության չափանիշներին, սակայն Բրյուսելի կողմից գնահատականը այնուամենայնիվ դրական է։ Իսկ իշխանության ընդդիմախոսները քննադատում են Պապուաշվիլիին և ասում, որ ռումինական և մոլդովական հասարակությունները էթնիկորեն և մշակութապես մեկ ժողովուրդ են և իրենց երկրների ճակատագիրը նրանք ժողովրդավարականորեն կորոշեն։ Հիշեցնենք, որ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել էր, որ կաջակցեր երկրի միավորմանը Ռումինիայի հետ։ Շալվա Պապուաշվիլին Մայա Սանդուի հայտարարությանը արձագանքել է սոցիալական ցանցում և նրան մեղադրել սեփական երկրի անկախության դեմ քվեարկելու մեջ։ Իրանում իրավիճակը բարդանում է։ Մասշտաբային հակակառավարական ցույցերի ժամանակ զոհվածների թիվը զգալիորեն ավելի մեծ է, քան երկրի սահմաններից դուրս գտնվող ակտիվիստներն են հաղորդում։ Այդ մասին հայտնում է CBS News-ը, հիմնվելով աղբյուրներին։ Լրատվամիջոցը գրում է, որ զոհերի թիվը առնվազն 12,000 է և հնարավոր է հասնի մինչև 20,000-ի։ Ճշմարտությունը պարզելը դժվարացնում են համացանցի չլինելը և հեռախոսազանգերի սահմանափակ հասանելիությունը։ Իրանում գտնվող մի աղբյուր, որը
որը կարողացել է կապ հաստատել լրատվամիջոցների հետ, հայտնել է, որ ակտիվիստական խմբերը բժշկական ներկայացուցիչների կողմից տրամադրված տեղեկությունների հիման վրա աշխատում են զոհվածների ամբողջական ցուցակի կազմման վրա։ Նույն աղբյուրի միջոցով պարզվում է, որ անվտանգության ուժերը Թեհրանի մասշտաբով գնում են մասնավոր հիվանդանոցներ, սպառնում են նրանց անձնակազմին և պահանջում ցույցերի ժամանակ վիրավորվածների անուններն ու հասցեները տրամադրել։ Իրանում տեղի ունեցող մասշտաբային իրադարձություններին արձագանքել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Մարկ Կուտենն ասում է, որ Թեհրանում գործող ճնշող ռեժիմը դիմում է բռնության սեփական բնակչության նկատմամբ։ Նա ընթացող գործընթացները անվանել է սարսափելի և ընդգծել, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները աշխատում են ճգնաժամը լուծելու ուղղությամբ։ Այսօր Սպիտակ տանը եռակողմ քննարկում է տեղի ունենալու։ Դանիայի և Գրենլանդիայի արտաքին գործերի նախարարներին կընդունեն ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյդի Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Պարզվում է, որ Դանիան և Գրենլանդիան հանդիպում են պահանջել քննարկելու համար Դոնալդ Թրամփի կողմից Գրենլանդիայի վերաբերյալ վերջին հայտարարությունները։ Նախքան ամերիկյան կողմի հետ հանդիպումը Գրենլանդիայի և Դանիայի վարչապետները համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել և ևս մեկ անգամ նշել, որ Գրենլանդիան չի վաճառվում։ Զուգահեռաբար, Թրամփի խոսքով, այն փաստը, որ Դանիայի և Ամերիկայի միջև ընտրություն կատարելու դեպքում Գրենլանդիայի վարչապետը կընտրի Դանիային, նրա համար մեծ խնդրի է վերածվում։